Ողջույն, այսօր խոսենք տաք և սառը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի մասին։ Ուսումնասիրության առարկան իրենից ներկայացնում է հասարակական շենք, հասկանանք, թե ինչ արդյունքներ է ցույց տալիս աուդիտը։ Օրինակ, բեռնելով համապատասխան հասարակական շենքը և համապատասխան նորմատիվային փաստաթուղթը։ Ուրեմն սկզբի համար Architect AI գործիքում ավելացնում ենք նորմատիվային կետը, այստեղ գրում ենք հասարակական շենքի տաք և սառը ջրամատակարարում և ջրահեռացում։ Այստեղ ընտրում ենք հասարակական շենք, սա կարելի է բերել նորից տեղադրել ստեղ, օրինակ գնանք խնդիրներ դինամիկ վերլուծություն տիրույթը, ընտրենք ջուր կոյուղի բաժինը, հաջորդիվ կցենք այն նախագիծը, ըստ որի պետք է ուսումնասիրությունը կատարվի, ընտրում ենք նախագիծը, հարցման ձևաչափն է սա իրենից ներկայացնում, prompt կոչվածը, կարող ենք սա, որպեսզի ամեն անգամ ըստ անհրաժեշտության օգտագործենք, կարող ենք սա տեղադրել հետևյալ հատվածում ու որպես շաբլոն այն օգտագործել միշտ բոլոր նմանատիպ հարցումներ իրականացնելիս։ Ուրեմն հասարակական շենքի տարածք, ստե 10 խնդիր, ավելացնում ենք։ Ինչ է հարցը։ Հասարակական տարածքի տաք և սառը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին վերաբերվող առավելագույնը 10 խնդիր։ Կհայտնվենք այստեղ, կընտրենք այդ հարցադրումը և կսեղմենք գեներացնել զեկույցը։ Սպասելով մի քանի րոպե, տեսնենք արդյունքը։ Մինչ այդ մենք սա հարմարեցնենք մեր ուսումնասիրությունն իրականացնելուց հարմար իրավիճակի, այստեղ կարող ենք գրել 90%, չափ որպես, սա իրենից ներկայացնում է շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում, հետևյալ նորմը։ Սպասենք արդյունքներին։ Եվ արդյունքը, ուրեմն մասնագիտացված խնդրի որոնման զեկույց։ Եզրակացում։ Նախագծային փաստաթղթերի այսինչ նորմատիվային բազայի համադրման քննությունը վեր հանեց մի շարք անհամապատասխանություններ, հիմնված ռիսկերը վերաբերվում են ջրամեկուսացման, շերտի հաստության, համակարգում թույլատրելի ճնշումների պահպանման և սանիտարական հանգույցների միացման սխեմաներին։ Այս թերությունները կարող են հանգեցնել էներգոարդյունավետության նվազեցման և շահագործման ընթացքում համակարգի վաղաժամ մաշվածության։ Մանրամասն վերլուծություն ըստ ուղղությունների։ Ջրամատակարարում և ջրահեռացում։ Կարևոր դիտարկում։ Համակարգի նախագծման մեջ առկա են տեխնիկական շեղումներ, որոնք հակասում են ՀՀ շինարարական նորմերի անվտանգության և արդյունավետության պահանջներին։ Ուրեմն խնդիր համար 1. Տաք ջրամատակարարման խողովակների ջերմամեկուսացման շերտի հաստությունը չի համապատասխանում նորմատիվային նվազագույն պահանջին, նախագծի բացատրագրում նշված է 9 մմ հաստություն, մինչդեռ նորմը պահանջում է ավելին։ Լուծում. փոխել ջերմամեկուսիչ շերտի հաստությունը, սահմանելով այն առնվազն 10 մմ։ Տեղեկությունը նախագծում նախագծային ֆայլի էջ բացատրագիր կետ 5։ Նորմատիվային հիմք. կետ 119 էջ 14, գնում ենք 14 էջ,
14 էջում 119 կետը։ Եվ այն։ Տաք ջրամատակարարման համակարգերի տրման եւ շրջանառու խողովակաշարերի համար ներառել կանգնակները բացի ջրաբաշխիչ սարքերի մոտեցնող խողովակներից անհրաժեշտ է նախատեսել ջերմամեկուսացում, որի շերտի հաստությունը պետք է լինի 100 մմ-ից ոչ պակաս, այսինքն սա գտա որպես խնդիր բացահայտեց համատասխանումը։ Տաք ջրամատակարարման համակարգի կնայողություն տրման եւ շրջանառու խողովակների համար անհրաժեշտ է նախատեսել ջերմամեկուսացում, որի շերտի հաստությունը պետք է 10 մմ-ից ոչ պակաս, եզրակացություն նախագծում կա կիրառվել է 9 մմ, հաստությունը փոքր է նորմատիվային 100 մմ սահմանաչափից, ինչը կհանգեցնի ջերմային ավելորդ կորուստների։ Գնում ենք խնդիր 2-ը։ Տաք ջրամատակարարման համակարգում սարքավորումքի մոտ ճնշման առավելագույն սահմանաչափի հնարավոր գերազանցում 14 հարկանի շենքի պարագայում ստորին հարկերում ճնշումը կարող է անցնել թույլատրելի շեմը, լուծում տեղադրել ճնշման կարգավորիչներ կամ իրականացնել ցանցի գոտիավորում ճնշումը 0.45 մեգապասկալ սահմաններում պահպանելու համար։ Տեղադրությունը նախագծում նախագծային ֆայլի H տվյալ կաթսայատան եւ պոմպակային սխեմա նորմատիվային հիմք, ուրեմն գնում ենք 8-րդ էջ 60 կետը։ Եվ այն։ Տաք ջրամատակարարման համակարգերում սարքավորանքի մոտ ճնշումը պետք է լինի 0.5 մեգապասկալ, լից ոչ ավել, այսինքն 4.5 մթնոլորտ պետք է լինի։ Եվ մեջբերումը։ Տաք ջրամատակարարման համակարգերում սարքավորանքի մոտ ճնշումը պետք է լինի 0.5 մեգապասկալ, եզրակացություն առանց հստակ գոտիավորման եւ կարգավորումների բարձրարկ շենքերի ստորին կետերում ճնշումը կգերազանցի նորմատիվային այսքան պայմանը։ Ուրեմն խնդիր 3-ը։ Կոյուղու օդափոխիչ կանգնակների արտածիկի մասի բարձրությունը տանիքի վրա չի համապատասխանում շահագործվող տանիքների համար սահմանված պահանջին, լուծում բարձրացնել արտածիկի խողովակների բարձրությունը մինչև 3 մետր, տեղադրությունը նախագծում նախագծային ֆայլ այսինչ կտրված կեսինչ, ուրեմն նորմատիվային կետը գնում ենք H 23 մեջբերում շահագործող տանիքից 3 մետրի գաղափարը, եզրակացություն գծագրերում արտաձգիչները պատկերված են ստանդարտ բարձրությամբ, սակայն բիզնես կենտրոնների շահագործվող տանիքների համար արտադրի 3 մետր բարձրությունը։ Գնում ենք հասկանալու համար տվյալ կետը 254 ինչ է ասում։ Կենցաղային արտադրական եւ կոյուղի ներքին ցանցերի կոյուղի արտաքին ցանցերի հետ պետք է օդափոխվեն կանգնակների միջոցով, որոնց արտածիկ մասը դուրս է բերվում տանիքից կամ շենքի հավաքող օդափոխիչ հորերից հորանից հետեւյալ բարձրության վրա։ Չշահագործվող հարթ տանիքների դեպքում 0.3 մետր, թեք լանջով տանիքների դեպքում 0.5, շահագործվող տանիքից 3 մետր, հավաքող օդափոխիչ հորանի շուրթից 0.1 մետր։ Այսինքն սա որպես կետ բացահայտել է, որպես խախտում նկատել է եւ լուծում առաջարկում է։ Գնում ենք խնդիր 4-ին։ Ուրեմն ջրմուղի ներանցման եւ կոյուղու թողարկների միջև հատակագծային հեռավորությունը անբավարարություն լուծում վերադասավորել ներանցումները ապահովելով նվազագույնը 1.5 մետր հեռավորություն տեղադրությունը նախագծում նախագծային այսինչ հատվածներում առանցքն է ցույց տալիս եւ գնում ենք մեջբերումը 13H 105 կետ 105 կետ խմելու կենցաղային ջրմուղի ներանցումների եւ կոյուղի եւ անձրևաջրի հեռացման թողարկների պատերի միջև եղած հեռավորությունը հատակագծում պետք է լինի 1.5 մետրից ոչ պակաս։ Եվ այն մեջբերում խմելու կենցաղային ջրմուղի ներանցումների եւ կոյուղու անձրևաջրի հեռացման թողարկների պատերի միջև եղած հեռավորությունը հատակագծում պետք է լինի 1.5 մետրից ոչ պակաս, եզրակացություն շախտաներում խողովակների խիտ դասավորությունը չի ապահովում պահանջվող այսքան սանիտարական պահանջը։ Այստեղ մի փոքրիկ հուշում, քանի որ սա եթե մի փոքր խորն ենք ուսումնասիրում վերաբերվում է ոչ թե հենց շախտաներին, այլ հորիզոնական դիրքում գտնվող խողովակներին, որոնք որ անցկացվում են օրինակ գրունտի մեջ,
որի արդյունքում կարող է օրինակ գոյուղու համակարգից ինչ-որ արտահոսք լինել եւ որպեսզի այն չանցնի ինչ պատճառներով պայմանական երցնենք, եթե ջրմուղի ցանցի հետ կապված նույնպես խնդիր կա ու այնտեղ ավելի ցածր ճնշումների պատճառով եւ այլն ինչ որ պայմաններ ձևավորվեն եւ գոյուղին որպեսզի չհայտնվի ջրամատակարարման համակարգի մեջ եւ նաեւ եթե անհրաժեշտություն կա օրինակ խողովակաշարը, որ ջրամատակարարման մոնտաժվել է, պետք է որոշակի հեռավորություն ունենա գոյուղու հորիզոնական խողովակաշարից, որպեսզի նաեւ ըստ անհրաժեշտության վթար լինելու դեպքում որևիցե մի համակարգ կլինի գոյուղին կլինի ջրամատակարարման համակարգը ունենա հնարավորություն սպասարկման, այսինքն տեխնիկան աշխատելու ժամանակ չվնասի մյուս համակարգը։ Ահա եւ ինչու է այս պայմանը պահանջ որպես դրված, իսկ որպես հորիզոնական ուղղաձիգ շախտաների դեպքում այս պայմանը պարտադիր չի պահպանել, նրանք կարող են որոշակի հեռավորություն օրինակ ունենալ մեկը մյուսից, պայմանական 10 սանտիմ եւ հաշվի առնելով իզոլացիայով մնացած 10 սանտիմ ապահովելով մենք կարող ենք այդ խնդրից մեզ հեռու պահել, որ արդեն չի ստացվի, որ մեկը մյուսին կարող է վնասել եւ նույնիսկ սպասարկման ժամանակ եւ կամ ինչ որ վթարի դեպքում բայց եթե հնարավոր կա միջնորմով բաժանել մեկը մյուսից ավելի ցանկալի է։ Անցնենք սա ուղղակի մեջբերում, անցնենք խնդիր 5-ին։ Ջրաբաշխի սարքավորանքների հնարավոր սխալ միացում շրջանառու ռեցիրկուլյացիոն խողովակաշարերին։ Ուրեմն լուծում վերանայել միացման սխեմաները բացառել սարքերի սնուցումը 3 գծից։ Ուրեմն տեղադրությունը նախագծային եւ այլն չենք անցնում նախագծին, ուրեմն նորմատիվային 5 H 8-ը գնում ենք H 8 57 կետ։ Ինչի ասում։ Չի թույլատրում ջրաբաշխի սարքավորանքների միացումը շրջանառու կանգնակներին եւ շրջանառու խողովակաշարերին։ Մեջբերում չի թույլատրում ջրաբաշխիչ սարքավորանքների միացումը շրջանառու կանգնակներին եւ շրջանառու խողովակաշարերին։ Եզրակացություն շրջանառու գծին միացումը խաթարում է համակարգի հիդրավլիկ ռեժիմը եւ ջերմաստիճանային կայունությունը։ Գնացինք եզրակացություն։ Եվ հաջորդ քարերը հայտնաբերված 5 խնդիրները պահանջում են անհապաղ նախագծային փոփոխություններ, հատկապես կարևոր է վերանայել ջերմամեկուսացման հաստություն եւ ճնշման կարգավորման հարցերը շենքի հետագա անվտանգ շահագործման ապահովելու համար։ Առաջարկվում է լրամշակել աշխատանքային գծագրերը եւ համապատասխանեցնել նշված կետերին։ Ուրեմն մենք կարող ենք բացի սա բացահայտել այլ խնդիրներ, որոնք գոյություն ունեն ջրամատակարարման եւ ջրառացման համակարգում եւ այդ խնդիրները թե որքանով ենք ուզում բացահայտել քանակապես մենք կարող ենք 10-ի փոխարեն օրինակ որպես խնդիր դնել բացահայտել 20 հատ կամ ըստ ձեր կողմից որոշված քանակի համաձայն։ Նաեւ ուզում եմ ասել, որ արշիչեկայի գործիքը այս հարթակը կարող է բացահայտել մնացած բոլոր համակարգերի հետ կապված խնդիրներ, ինժեներական համակարգերի կլինեն, թե ճարտարապետական, թե կոնստրուկտիվ, այս հարթակի հնարավորությունները շատ ճկուն են։ Շնորհակալություն ուշադրության համար, այսօր այսքանը, ցտեսություն։